Բոլորին բարի օր, Mountain High Farms. Oh, Mountain High Farms. Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ եւ Տավուշ մայիսի կես եւ ես փորձում եմ գնամ մեր դորբերների մոտ, բայց այս երկու հովվաշները, որոնք մեծանում են, կախվում են իմ ոտքերից։ Գեղեցիկ մայիսն է հիմա մեր ջրաղացի ձորն եւ սրանք մեր դորբերներն են։ Այս կենթանիները սա փորձենք մոտենանք լսրանց տեսա Մեր արջուկն էլ այն ինչ-որ ուզում խաղա ինչ-որ ձև Դորբերները հենց նոր են դուրս եկել ծնի սեզոնից Խելոք մնա, հետո չի կարելի, չէ Խաղացեք իրար հետ մի խանգարեք Դորբերները հենց նոր Արջուկ խելոք, լավ էլի ախպոր պես վայ Դուք հովաշուն եք, թե խաղաշուն Էլմի Լավն ես ապրեց Դորբերները նոր են դուրս եկել ծնի սեզոնից Այս բոլոր փոքրերը, որ հիմա տեսնում եք Նրանք ծնվել են վերջի մի ամսվա լավ ընթացքում Խնդրեմ Եվս մի հատ մայր Սրանք արդեն ամբողջությամբ հարմարվել են ջրաղացի ձորի ամառային եւ ձմեռային պայմաններին հիմա ծինը անցել է հարմար շատ լավ ձմեռը եղել է հանգիստ իրենք ձմեռն անցկացրել են ծածկի տակ ընդամենը կամարքել եւ ծածկ չի եղել լավ էլ երեխեք մի խանգարում ես չէ վարչուկ չի կարելի Ձմեռում եղել է ծածկի տակ անցել է շատ լավ եւ դորբերներին մենք ծինը նույնպես ուրեմն փորձում ենք կառավարենք ոչ թե փորձում ենք այլ կառավարում ենք մենք նրանցից ստանում ենք երկու ծին մեկը ապրիլին իսկ մյուսը աշնանը սեպտեմբեր-հոկտեմբեր փոքրիկները գառնուկները ծնվում են հեշտ Արա թողեք գործ անենք հետո խանգարում եք չէ Փոքրերը ծնվում են հեշտ հիմնականում զույգ ու առաջնածինները կծնվեն
Առաջնածինները հիմնականում կծնեն 1 գառնուկ, դրանից հետո արդեն զույգ եւ արդեն մենք ունենք 3, երբ որ 3 հատ են ծնում, այդ արդեն դեպքերն էլ ունենք։ Շատ լավ գեղեցիկ կենդանիներ են։ Եվ մենք հիմա անում ենք նաև դորպերների այսպես կոչված merchandising-ը, որովհետև նախև առաջ բոլորին հայտնի է, որ այս գեղեցիկ կենդանիները ամենամսատու ոչխարների ցեղն է ամբողջ աշխարհում։ Ամենամսատու եւ սրանք կարող են ձեր համար միշտ աճեցնել ցանկացած ուրեմն հարուստ կամ աղքատ արոտավայրից։ Մենք ունենք հարուստ արոտավայրեր այստեղ, սննդար արոտավայրեր եւ նրանք շատ լավ միս կտան։ Երկրորդը բոլորին հայտնի է, որ դորպերի միսը բարձրակարգ միս է, բարձրակարգ, եւ նա չունի այն, ասենց ասեմ, հատկանշական չակերտներով ոչխարի մսի համային եւ բուրային, խոտային հատկանիշները, որը սովորաբար ունենում է ուրեմն տեղական արդեն դեգրադացված ցեղերի ոչխարը։ Պետք է ասեմ, ժողովուրդ, որ Հայաստանում ժամանակակից Հայաստանում որպես կանոն բոլոր կենդանիների ցեղերն են դեգրադացված, այսինքն մենք հիմա չգիտենք նույնիսկ թե ոչխարի գլխաքանակը, որ մենք ունենք, կարծեմ 600 քանի հազար, որը նույնպես գնալով պակասում է, ցավոք սրտի, մենք չգիտենք ինչ ցեղի են դրանք։ Դրա համար մենք որդեգրել ենք այս ձևը, ուրեմն կվերցնենք եւ կպահենք լավագույն գենետիկան եւ տոհմային, սրանք տոհմային դորպերներ են։ Եվ մենք կաճեցնենք միայն իրենց եւ սելեկցիան եւ նույնիսկ գենետիկայի կակած հենց այդ գծերը մենք կզարգացնենք այս խմբականակում, բայց միայն մաքրացեղ եւ միայն տոհմային, մենք չենք խառնի։ Հիմա վերադառնալով այս կենդանիների մասին, սրանք ոչ միայն բարձրակարգ միս են տալիս, արտակարգ, այլ նաև այդ հատուկ ոչխարի համար հատուկ համային հատկանիշներից եւ հոտային հատկանիշներից զուրկ։ Այսինքն դուք ուտում եք ոչխարի միս առանց գալու ոչխարի մսին հատուկ համը, որ մեր գլխի մեջ մնացել է, այն պատճառով, որովհետև Հայաստանում մենք դեգրադացրել ենք, ուրեմն այդ ոչխար ասած կենդանու ցեղերի անհատների խմբերի ամբողջությամբ դեգրադացրել ենք։ Մենք չգիտենք նրանք մսաբրթատու են, բրթամծատու են, մսային են, բրթատու, թե կաթնային, մի հատ խառնաշփոթ իրավիճակ է, բանի պես պահում են սարերում միայն ամռանը, ասենք ընտանի կենդանիների պես գցած պահում են, հետո ձմեռները կամ աշունից արդեն գոմերի մեջ, ահավոր վիճակներում, չգիտեմ, եթե նայել եք տիրում է մի հատ իսկական անկազմակերպ եւ նախնադարյան աճեցման ինչ-որ մի ձև,
դա լավ չի։ Հիմա ես հիշում եմ, որ ես մի անգամ հարավային Ռուսաստանում, եթե չեմ սխալվում, Կաբարդինո-Բալկարիայում, ես մի օր ինձ հյուրասիրել են ոչխարի մեծ կտոր միս, որը իրենք խաշել էին։ Եվ ես, երբ որ փորձեցի, ես համ չզգացի, եւ ինձ բացատրեցին, որ սա գալիս է այն պատճառով, որ կենդանիները անընդհատ ուրեմն գտնվում են արոտավայրում, անընդհատ բաց արոտավայրում, եւ իրենք աշխատում են իրենց ընդհանրապես փակ գոմերի մեջ չեն մտցնում եւ այլ եւ այլ, եւ ես հետո մտածեցի դրա մասին, ցեղը չգիտեմ, բայց այն դեպքը, հետաքրքիր դեպքը, որ իմ մոտ տեղի ունեցավ այս վերջերս, որ մենք հյուրեր ունենք Շվեյցարիայից, այստեղ մեր արոտավայրում, մեր ֆերմայում, եւ մենք պատրաստել էինք եւ անգուսի լավ կտորներ եւ դորպերի կտորներ, եւ պատրաստել էինք իրենց հենց այստեղ արոտավայրում կրակի վրա, ցանցի վրա պատրաստել էինք եւ ես ինքս էի պատրաստել։ Հետո պատրաստելուց հետո, երբ որ դրեցինք, կտրատեցինք եւ սկսեցինք համտեսելը, ես չկարողացա տարբերել ուրեմն անգուսի, ձև անգուսի միսը ոչխարի դորպերի մսից։ Եվ չնայած մենք մի անգամ նախկինում համտեսելու ժամանակ կատակով հարցրել էինք համտեսանողին, թե ինչ, որպեսզի ինքը գուշակի ինչի միս է եւ չէր գուշակել, որ դա ոչխարի միս է։ Նույն բանը տեղի ունեցավ իմ հետ։ Մի տեսակ անսպասելիորեն, որովհետև գոնե ես պետք է կարողանայի գուշակել, բայց չկարողացա։ Ես կարծեցի, որ դա նրանից էր, որ կտորներ էին արդեն վերածել միսը եւ չէր կարելի ասենք մսի տեսքից կամ ոսկրային կազմվածքից հասկանալ որն էր ոչխարի միս, որը մսատու տավարի միս։ Սրանք կտան ձեզ այդպիսի միս։ Մենք արդեն merchandising-ով ենք սրա զբաղվում եւ ունենք որոշ խմբականակ եւ հեսաշուտով նորից կունենանք մսի, ակտիվորեն դեռ չենք մտցրել վաճառքի մեջ, որովհետեւ քիչ է, պարզապես դեռ քիչ է, կշատանա այս տարի եւ երևի մի ամսից երկու ամսից նոր կմտցնենք, նորից կլինի ուրեմն մեր համակարգով, այսինքն մենք կունենանք փաթեթավորված կոնկրետ կտորներ, ամբողջ իր ինֆորմացիայով, կտորի վրա ինչպես պատրաստել եւ այլն, նորից ուրեմն կլինի բարկոդ, որպեսզի կարողանան գնորդները հասկանալ, թե ինչպես պատրաստել այդ միսը, կտանի դեպի մեր կայքը, այնտեղ պատրաստման եղանակները ցույց կտրվի եւ նորից առցանց, այսինքն կբերեն ձեր հասցեով գնված ուրեմն ապրանքատեսանք։ Փոքրիկները արդեն ուրեմն կամաց փտրում են իրաց մայրերին, որպեսզի հերթական անգամ կաթուտեն։ Դորպերները լավ մայրեր են, որպես կանոն, շատ լավ մայրեր են։ Այս կանով ուզեմ այսօր արդեն եզրափակեմ այս երիզը, ժողովուրդ, շնորհակալություն մեզ հետևելու համար, հետևեք մեր YouTube-յան ալիքին, հավանեք մեր վիդեոները եւ տարածեք, խնդրում եմ բաժանորդագրվեք, մեզ դիտում է ավելի շատ մարդ, քան թե բաժանորդագրվում է, նաեւ այցելեք մեր կայքեջը, որը դրված է այս վիդեոյի տակ, որտեղից դուք կարող եք առցանց գնել մեր արտադրած միսը։
Շնորհակալություն եմ հայտնում դիտելու համար եւ հետեւելու համար եւ կհանդիպենք